Ողջույն սիրելի ընկերներ, հուսամ լավ եք, այսօր միասին կպատրաստենք ծննդյան տորտ։ Շտապեմ և առաջինը ասեմ իմ կարծիքը, գուցե արտաքինից այո այնքան էլ գեղեցիկ չի ստացվել, բայց քանի որ ես պատրաստում եմ իմ ընտանիքի անդամների, իմ հարազատների համար և ես մեծ պատասխանատվությամբ ու սիրով ջանք և եռանդ չեմ խնայում, որպեսզի ուրախացնեմ իմ կողքի հարազատ մարդկանց։ Վերջերս պատրաստման մասին այնքան էլ չեմ խոսում, քանի որ հոլովակում կարծում եմ ամեն ինչ շատ պարզ է, միայն կնշեմ, որ բիսկվիտները պատրաստվել են 18 ձվից 2 փուլով, ընդհանուր նաև օգտագործել եմ 3 բաժակ շաքարավազ և նույնչափ ալյուր։ Նաև հարկ եմ համարում անպայման կիսվել, որ բիսկվիտները պատրաստել եմ 1 օր առաջ և սառչելուց հետո ծածկել եմ և տեղափոխել սառնարան։ Միջուկը պատրաստված է կարագով, օգտագործել եմ 350 գրամ կարագ և 1 տուփ խտացրած կաթ։ Իսկ ձևավորման համար օգտագործել եմ 38% սերուցք և սերուցքի մեջ նույնպես օգտագործել եմ խտացած կաթ, այդպես շատ ավելի համեղ է լինում և նույնչափ շաքարի փոշի։ Միջուկի համար օգտագործել եմ բանան 3 հատ և շոկոլադ։ Նաև ընդհանուր ձևավորման համար խմորի մեջ օգտագործել եմ ներկանյութեր դեղին և վարդագույն, արտաքին ձևավորման համար օգտագործել եմ ոսկեգույն կանդուրին և ձևավորման սննդային ուլունքներ։ Չմոռանամ ավելացնել, որ օգտագործել եմ սննդային էսենցիա ելակի համով սերուցքի մեջ։ Խմորի շերտերը թրջել եմ մեղրաջրով, որի մեջ նույնպես ավելացրել էի ելակի էսենցիա։ Կարծում եմ այսքանն էր, ավելացնելու այլևս ոչինչ չունեմ։ Եվ խորհուրդ եմ տալիս բոլորդ նույնպես փորձեք պատրաստել տանը ձեր հարազատ մարդկանց համար, քանի որ ամենակարևորը, որ մեծ սիրով եք կատարում այս աշխատանքը և վստահ եմ, որ անպայման կգնահատվի։ Հետո ինչ, որ երբեմն մեր պատկերացումներին չի համապատասխանում, ինչպես այս դեպքում ինձ մոտ ստացվեց, բայց կարևորը դա չէ։ Կարծում եմ կարևորը մեծ ցանկությունն է կատարել ինչ-որ բարի գործ քեզ շրջապատող մարդկանց համար։ Դե ինչ սիրելի ընկերներ, այսօր էլ այսքանով ավարտում ենք այս հոլովակը, հուսամ, որ գոնե մի փոքր հավանեցիք և ինչ-որ մեկին օգտակար եղա։ Իսկ ես ձեզ վերջում չմոռանամ մաղթել, որպեսզի մնաք խաղաղությամբ և սիրով, կհանդիպենք շուտով։